Ձեզ սիրելիներս, այդքան խնդրում էի ժելեի հանման պրոցեսը նկարեմ ձեզ ցույց տամ, այսօր այդ օրն է, մեզ անհրաժեշտ է մոտավորապես ժելեի ամանից նախատեսված մի փոքր ավելի մեծ աման, մեջը լցնում ենք եռմանջուր և ես սովորաբար նախընտրում եմ ալյումինե ամաններ օգտագործեմ, քան սիլիկոններ, ինչի համար, որովհետև ես ավելի Իրանից դուրս եկած ժելեն ինձ ավելի է դուր գալի, քանի որ շատ ավելի փայլուն է լինում, շատ ավելի սիրուն է լինում և հարթ։ Հիմա մոտավորապես ժելեին ամանով կմտցնենք եռմանջրի մեջ մի քանի վայրկյան, մոտավորապես 5 վայրկյանի, 10 վայրկյանի չափով։ Փորձենք ստուգել, ինքը արդեն դուրս է եկել։ Խնդրեմ, սա է մեր ժելեն, շատ հեշտ է դուրս գալիս, այս տարբերակով շատ լավ է։ Նայեք, հիմա կդնեմ ամանի մեջ և ձեզ ցույց կտամ ընդհանուր տեսքը։ Կփորձեմ մի թեթև ելակներով և հապալասով զարդարել մեր ժելեն։ Եվ վերջնական արդյունքը անպայման ձեզ ցույց կտամ։